Ռոբերտ Էկ և երկուսը մեկ մարմին կլինեն։ Այս գիրքը մի ձեռնարկ է ապագա զույգերի համար, որի նպատակն է նախապատրաստել զույգերին այս կարևոր քայլի համար, քանի որ նրանք պատրաստվում են դառնալ մեկ մարմին։ Ամուսնությունն Աստծո մտահաղացումն է։ Նրա խոսքը ներառում է խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է ընկերական հարաբերություններ կառուցել տղամարդու և կնոջ միջև, որպեսզի նրանց կյանքում տիրի սերը, ջերմությունը, ինչպես նաև ուրախությունն ու բերկրանքը։ Հեղինակի կողմից Հարգելի ապագա ամուսիններ, ձեզ սպասվում է մի զարմանալի բան՝ ամուսնություն։ Երբ Աստված ստեղծեց ամուսնությունը, Նա մեզ համար նախասահմանեց համատեղ կյանք այն անձնավորության հետ, ում սիրում ենք աշխարհում ամենից շատ, և ում հետ պատրաստ ենք անցկացնել մեր ամբողջ կյանքը։ Այդուհանդերձ, յուրաքանչյուր ամուսնական զույգ իր կյանքի ընթացքում բախվում է դժվար իրավիճակների, և ամուսինն ու կինը ստիպված են լինում միասին հաղթահարել այդ դժվարությունները։ Եթե անցնեք անհրաժեշտ պատրաստվածությունը, ունենաք ճիշտ պատկերացում ընտանեկան կյանքի մասին և սովորեք հասկանալ միմյանց, ապա կկարողանաք դիմակայել ամենաուժեղ փոթորկին և միասին հաղթահարել ամենաբարձր սարը։ Այս գիրքը մի ձեռնարկ է, որի նպատակն է օգնել ձեզ և ձեր սիրելիին նախքան ամուսնությունը միասին ուսումնասիրել համատեղ կյանքի ամենակարևոր բնագավառները։ Տվյալ գիրքը նախատեսված է ձեզ դեպի կյանք կոչող ճանապարհորդությանը լավ նախապատրաստելու համար, որը պատրաստվում եք իրականացնել։ Այն հարցերը, որոնց հարկ կլինի պատասխանել, միանգամայն կարևոր են ձեր հետագա համատեղ կյանքի համար։ Միգուցե որոշ հարցեր բարդ և խիստ անմիջական թվան, բայց դրանք քննարկելու հարմար պահը հենց հիմա է, քանի դեռ միմյանց հավատարմության երդում չեք տվել։ Եվ այս գիրքը, և ձեր հովվի հետ ունեցած զրույցը կօգնեն պարզել պատրաստ եք արդյոք ամուսնությանը։ Անկեղծ ասած, ես հավատում եմ, որ երբ դուք և ձեր ապագա ամուսինը կամ կինը անցնեք ձեզ առաջարկվող ծրագիրը, այն կծառայի ձեր հարաբերությունների ամրապնդմանն ու կօգնի զգալ, թե ինչպիսի երջանիկ ամուսնություն կարող եք ունենալ և ինչպիսի բավարարվածություն այն կպարգևի ձեզ։ Այս աուդիոգիրքը հարկավոր է ուղղակի լսել սկզբից մինչև վերջ և ձեր ապագա ամուսնու կամ կնոջ հետ միասին ուսումնասիրել ընդգրկված գլուխները, կարդալ ամբողջ նյութը, գրավոր պատասխանել հարցերին, միասին քննարկել ձեր պատասխաններն ու որոշ կետեր։ Դրանք նույնպես կարող եք քննարկել այն հովվի հետ, ով պետք է անցկացնի ձեր պսակադրությունը։ Ռոբերտ Էկ, Շվեդիայի կյանքի խոսք եկեղեցու հովիվ։ Գլուխ առաջին։ Ինչ է ամուսնությունը։ Ամուսնությունն Աստծո մտահաղացումն է, որը Նա նախասահմանեց, երբ ստեղծեց տղամարդուն և կնոջը, նախքան նրանց միջև որևէ տեսակի միության կազմավորվելը։ Դա խոսում է այն մասին, որ ամուսնությունն ու ընտանիքը հանդիսանում են այն հիմքը, որի վրա Աստված կառուցում է եկեղեցին ամբողջությամբ։ Որպես հասարակության հիմնական տարր, ընտանիքի կառուցման և ամրացման հետ մեկտեղ երկրի վրա կաճեն նաև Աստծո արքայության ամրապնդման հնարավորությունները։ Եվ հենց սա է պատճառը, որ մեր օրերում ընտանիք հասկացողությունը ենթարկվում է մասնատման ու ամեն տեսակի հարձակումների։ Այսօր շատ ընտանիքներ կարծես ավազի վրա կառուցված տներ լինեն, որոնց մասին Հիսուսը խոսում է Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխում։ Դրանք կանգնած են անկայուն հիմքի վրա, խճճված բազում չարդարացված հույսերով և ապագայի հանդեպ ունեցած անբավարար պատրաստվածությամբ։ Նման ամուսնության վրա բավական է իրական կյանքի մեկ տարափն ու սթրեսի քամին, և այն աստիճանաբար կկործանվի։ Ուղղակի ցանկանալը բավական չէ երազանքի իրականացման համար, հարկավոր է ջանասիրաբար աշխատել։ Ամուսնությունը երկու անձնավորությանը պարտավորեցնում է հարմարվել մեկը մյուսին։ Եթե ամուսինն ու կինը ամուսնության հարցում ունենում են տարբեր հույսեր, ապա դա կարող է դժվարություններ առաջացնել փոխհարաբերություններում։ Նույնիսկ եթե նախքան ամուսնությունը զույգերից մեկը գիտակցում է, որ այս կամ այն հարցի շուրջ իրենք տարակարծիք են, ապա որպես կանոն միայն հետո են հասկանում, որ այդ տարբերությունները կարծես մի մեծ անդունդ լինեն։ Ես այս նյութը հատուկ եմ պատրաստել, որպեսզի այն ձեզ խորհելու տեղիք տա։ Գրքի նպատակն է դրդել ձեզ ստեղծել այնպիսի կապ, որտեղ դուք նվիրված կլինեք միմյանց և որի կենտրոնում կլինի Քրիստոսը։
Առաջադրանք. միասին քննարկեք ամուսնության վերաբերյալ հետևյալ պնդումների մասին ձեր կարծիքները։ Առաջին. ամուսնությունը պարգև է։ Երկրորդ. ամուսնությունը հնարավորություն է, որպեսզի սովորենք սիրել։ Երրորդ. ամուսնությունը ճանապարհորդություն է, որի ընթացքում ձեզ, որպես ճանապարհորդների, ընտրություն կատարելու հնարավորություն է տրվում։ Մենք ենք պատասխանատվություն կրում մեր կատարած ընտրության համար։ Չորրորդ. միանգամայն հաճախ է մեր անցյալն ազդում մեր ամուսնության վրա, քան մենք գիտակցում ենք։ Հինգերորդ. ամուսնությունը կոչ է ծառայելու։ Վեցերորդ. ամուսնությունը կոչ է ընկերանալու։ Յոթերորդ. ամուսնությունը կոչ է ինքնազոհաբերման։ Ութերորդ. ամուսնությունը մի ընթացք է, որտեղ կատարելագործվում ենք և Աստված հնարավորություն է ունենում դարձնել մեզ այնպիսի մարդիկ, ինչպիսին կցանկանար տեսնել։ Իններորդ. ամուսնությունը մեկ անգամ կատարվող արարողություն չէ, այլ կյանքի ընթացք։ Տասներորդ. որպեսզի ամուսնության մեջ բավարարված զգաս, հարկավոր է մտերմություն տղամարդու կամ կնոջ միջև, բոլոր բնագավառներում։ 1 մարմին։ Կարդացեք Ծննդոց 2:18-25 խոսքերը։ Մեկ մարմին արտահայտությունը ներառում է այն ամենը, ինչ Աստված մտածել էր ամուսնության, տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերությունների վերաբերյալ։ Գոյություն չունի երկու անձնավորության միջև փոխհարաբերության այնպիսի տեսակ, որտեղ կարող է լինել նմանօրինակ մտերմություն։ Սա հոգևոր, շնչավոր և ֆիզիկական շփման տեսանկյունից միաբանումն է։ Մարդկային երկու կյանքեր միաձուլվում են, քանի որ երկուսն էլ սիրում են միմյանց։ Աստվածաշունչը դա նկարագրում է որպես ուխտ, որը նախ և առաջ բնութագրվում է սրտի նվիրվածությամբ։ Հարսանեկան արարողության ժամանակ միմյանց այո ասելիս իրականում դուք ասում եք ես ինձ նվիրում եմ քեզ այնպիսին, ինչպիսին որ կամ, ինչ ունեմ և ինչ կարող եմ անել։ Ես այլևս ինձ չեմ պատկանում, այլ պատկանում եմ քեզ և ամբողջ կյանքիս ընթացքում ինձ նվիրաբերում եմ այս ամուսնությանը։ Առաջադրանք. Աստվածաշնչից մեջբերված վերոնշյալ խոսքի հիման վրա գրավոր պատասխանեք հետևյալ հարցերին։ Առաջին. ո՞րն է ամուսնության նպատակը։ Երկրորդ. ձեր կարծիքով ինչ է նշանակում օգնական, սա վերաբերում է կնոջը։ Երրորդ. ինչ է նշանակում թողնել հորն ու մորը արտահայտությունը։ Չորրորդ. ինչ է նշանակում հարել բառը։ Հինգերորդ. ինչ է նշանակում մեկ մարմին արտահայտությունը։ Վեցերորդ. գրեք, թե ձեր կողմից ինչ կկարողանայիք անել ամուսնության մեջ միաբանություն ստեղծելու և պահպանելու համար։ Այսպիսով միասին պատասխանեք այս 6 հարցերին։ Ինչու եք ցանկանում ամուսնանալ։ Երջանկացնում է մեզ այն, ինչ անում ենք, թե ոչ, ավելի շատ կախված է մեր դրդապատճառներից, այլ կերպ ասած, պատասխանից դեպի հարց, ինչու ենք որոշում անել հենց այն, ինչ անում ենք։ Սա վերաբերում է նաև ամուսնությանը։ Ամուսնության համար դրդապատճառ կարող են հանդիսանալ տարբեր իրավիճակները, կարիքները կամ սպասումները։ Այս դրդապատճառներից որոշները կարող են աջակցել երջանիկ համատեղ կյանքին, իսկ որոշներն էլ ընդհակառակը կարող են խոչընդոտ հանդիսանալ։ Առաջադրանք. մտածեք և պատասխանեք, թե ինչու եք ցանկանում ամուսնանալ ձեր ընտրյալի հետ։ Թվարկեք ամենաքիչը 5 պատճառ։ Բարեկեցիկ ամուսնության համար որոշիչ գործոն է հանդիսանում ամուսինների անձնական հասունությունը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անչափահասների շրջանում բաժանությունների մակարդակը 2 անգամ բարձր է, քան 20 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Ապշեցնող է այն փաստը, որ 21-ից 22 տարեկանների շրջանում բաժանությունը 2 անգամ գերազանցում է 23-ից 24 տարեկանների շրջանում եղած բաժանություններին։ Ամեն դեպքում հասունությունն անմիջական կապ ունի տարիքի հետ։ Որպես անհատի մարդու հասունությունը կապված է ինչպես նրա հոգևոր զարգացման, այնպես էլ իր իսկ մասին ունեցած պատկերացման հետ։ Այլ խոսքով հարկավոր են Հիսուսի հետ հարաբերությունները և ինքդ քո մասին որոշակի գիտություն ունենալը, ինչպես նաև ինքդ քո կողմից ընդունված լինելը։
Աստվածաշնչում ասում է, որ մենք պետք է սիրենք մեր մերձավորին այնպես, ինչպես ինքներս մեզ։ Այս մասին կարող ես կարդալ Գաղատացիների 5:14-ում։ Իսկ ձեզ համար ամենամերձավոր մերձավորը հանդիսանում է ձեր ապագա ամուսինը կամ կինը։ Համապատասխան ինքնագնահատականը հանդիսանում է մարդուն սեր տալու, նրան ընդունել կարողանալու նախադրյալը։ Երբ սեփական արժանապատվության առողջ զգացողությամբ երկու անձանց միջև առաջանում են ընդհարումներ, այդ դեպքում կարող են գտնվել ներքին ռեսուրսներ, ստեղծված իրավիճակը լուծելու համար։ Ցածր ինքնագնահատականով մարդիկ հակված են կամ հերքել գոյություն ունեցող ընդհարումը, կամ ընդհակառակը, արդարանալ և հրաժարվել փոխվելուց։ Հասունությունը ոչ միայն արտահայտվում է ամուսնությամբ, այլ նաև ինքնուրույնությամբ։ Դուք այլևս կախված չեք ձեր ընտանիքից, հատկապես ծնողներից։ Ծնողների հետ հարաբերություններն օգնել են ձեզ մարդկանց հետ շփվելու կարողություն ձեռք բերելու հարցում։ Դժվար թե դուք մինչև վերջ կարողանաք գնահատել նրանց ունեցած դերը ձեր կյանքում։ Կամա թե ակամա նրանք ձեզ սովորեցրել են վստահել մարդկանց կամ զգուշանալ նրանցից։ Ինչ-որ մեկի հետ ընկերանալ, իսկ մեկ ուրիշից հեռու մնալ, արտահայտել զգացմունքները, իսկ երբեմն էլ զսպել դրանք։ Ծնողների հետ ունեցած ձեր լավ կամ վատ հարաբերությունները կարող են արտացոլվել ցանկացած փոխհարաբերության մեջ։ Նոր փոխհարաբերություն ստեղծել, իսկ ամուսնությունը հենց դա է, նշանակում է նաև այն, որ դուք թողնում եք ձեր հորն ու մորը։ Ձեր ծնողներն այլևս չեն հանդիսանում երկրի վրա ձեզ համար ամենակարևոր մարդիկ։ Աշխարհում ամենակարևոր մարդը նա է, ում հետ պատրաստվում եք ամուսնանալ։ Աստվածաշնչում ասվում է, որ ամուսնանալ պատրաստվող երկու անձիկ պետք է հարեն միմյանց, որպեսզի դառնան մեկ մարմին։ Ձեր ծնողներն ընդմիշտ կմնան ձեր ծնողները, բայց դուք նրանց հետ այլևս սերտ կապով կապված չեք լինի։ Այդ կապը պատկանում է այն մարդուն, ում հետ դուք պետք է ամուսնանաք։ Առաջադրանք։ Ձեզ առաջարկվում է պատասխանել մի քանի հարցի, որոնք կօգնեն որոշել ձեր հասունության և ամուսնանալուց առաջ ձեր պատրաստվածության մակարդակը։ Առաջին. Հիսուսի հետ իմ ունեցած հարաբերությունները կարելի է նկարագրել հետևյալ կերպ։ Երկրորդ. Աստվածաշունչն իմ կյանքում կարևոր դեր է խաղում, որովհետև։ Երրորդ. Նկարագրեք ձեր աղոթքի կյանքը, որտեղ, երբ, ինչու և այլն։ Չորրորդ. Հոգևոր առումով ամուսնության մեջ որն է ամենակարևորը։ Հինգերորդ. Արդյոք կարծում եք, որ ունեք առողջ ինքնագնահատական և ինքնավստահություն։ Վեցերորդ. Որն է իմ բնավորության ամենաուժեղ գիծը։ Յոթերորդ. Որն է իմ ամենամեծ թուլությունը։ Ութերորդ. Ես վիրավորանք եմ զգում, երբ։ Իններորդ. Կարող եք ձեր ապագա ամուսնու կամ կնոջ հետ քննարկել այն հարցերը, որոնցում դուք տարակարծիք եք, և դա անելիս անհարմար չզգալ։ 10-րդ. Պատրաստ եք փոխզիջման հանուն ձեր փոխհարաբերության։ 11-րդ. Կարող եք ընդհարումները հարթել չհիասթափվելով ու չկորցնելով ձեր ինքնակառավարումը։ 12-րդ. Հաճախ է թվում, որ ձեր ընտրյալը ձեզ քննադատում կամ նկատողություն է անում։ 13-րդ. Ձեր ծնողները հավանություն տալիս են ձեր ընտրյալին և հարսանիքին։ 14-րդ. Ինչպես կբնութագրեիք ձեր հարաբերությունները ձեր ծնողների հետ։ 15-րդ. Պատրաստ եք առաջին տեղում դնել ձեր ամուսնությունը և ոչ թե ձեր ծնողների հետ ունեցած հարաբերությունները։ 16-րդ. Ունեցել եք ցավալի իրավիճակներ ծնողների հետ, որոնք ըստ ձեզ կարող են արտացոլվել ձեր ամուսնության մեջ։ 17-րդ. Արդյոք ձեր և ձեր ընտրյալի միջև ընկերությունն ընդամենը 1 տարի է տևում։ Միասին պատասխանեք այս 17 հարցերին։